շնորհավորում եմ տղաներ նորից եւ ինչ կարծիք ուներ դատարանի որոշման հետ կապված, արդյոք սա զսպաշապիկ կդառնա դատախազության համար, որ ամեն անպատեհ առիթով գործեր չհարուցեն։ Համենայն դեպս դատարանի որոշմամբ, անպատեհ համարվող։ Շատ շնորհակալություն նախ այս ողջ ընթացքում լուսաբանելու համար այս ողջ անհեթեթ գործընթացը։ Իրականում ես անձամբ, մենք չենք քննարկել թե ինչ դիրքորոշում ունենք դեռ, բայց բնականաբար ես անձամբ չեմ համարում, որ սա իրանց համար ինչ որ զսպաշապիկ է լինելու, որտեղ իրանք արժանապատվության այդ զգացումը չունեն, որ ինչ որ ափսոսանք հայտնեն, որ մենք օրինակ 2 ամիս անիմաստ եւ անարդար հայտնվել ենք կալանքում, դեռ հələ իրենց պնդմամբ պետք է այս ողջ ընթացքում լինեինք կալանքի տակ, ակնհայտ անհեթեթ ապօրինի իրանց բանով, այդ պահանջով ու ըստ այդմ իրանք ցանկացած ընդդիմադիրի հասցեն, ես չեմ զարմանում որ նաև մեր եթե իրավիճակը այնպեսին լինի, որ իրանք գտնեն, որ դա անհրաժեշտ է, կրկին մի անհեթեթություն մտածեն, տանեն կրկին երկու, իրանցից ինչ է գնում, ուղղակի գալիս տեղ ինչ որ լուրջ դեմքով անլուրջ բաներ են խոսում, բայց իրանց այդ գործողությունների հետևանքով մեր օրինակի վրա, մենք հայտնվում ենք կալանքի մեջ, 2 ամիս զրկվում ենք ազատությունից, հետագայում մշտապես գտնվում ենք վերահսկողության տակ վարչական, ինչ-որ պրոցեսներ, նյարդեր, ժամանակ, իսկ իրանք տենց մի հատ էլ բժշկի թուղթ են ուղարկում, որ այսօր չեմ կարող գամ։ Էս է, այնպես որ իրանց գործիքակազմն է սա, մենք ընկղից ասել ենք, որ այս ամենը, ինչ խափանման միջոց էր, որպես իրանց կողմից պնդվել եւ ստացել էին դատարանից, դա հենց ինքնին պատժամիջոց էր եւ ուրիշներին օրինակ, որ եթե դուք ռադիկալ ընդդիմություն եք, եթե դուք սկզբունքային ընդդիմություն եք, ձեզ ցանկացած բան կար ընտանից գան, հանեն կամ ավելի վատ, Նարեկի պարագայում ոնց եղավ պոլին փռելով, ինչ որ խոշտանգման էլեմենտներ պարունակող գործընթացով զրկեն ազատությունից։ Այնպես որ ուղղակի ես շատ ուրախ եմ, որ դեռ մնացել են 4 կղզյակներ արդարադատության, ու այսօր դատարանը իմ համոզմամբ ցույց տվեց, որ ամեն ինչ այնքան վատ չի, ինչպես կարող լիներ։ Ես ասեմ մի բան, որ ամենաառաջինը ես չեմ ուզում ասեմ շնորհակալ եմ դատավորին, որովհետև դատավորը կայացրել է արդարադատություն, բայց ես ուրախ եմ, որ կան նման դատավորներ, որոնք որ կարող են այդ ողջ մեքենայի ճնշումը ստորադասեն արդարադատությանը։ Սա շատ կարևոր հանգամանք էր իմ համար, ինչի համար ես ուրախ եմ, որովհետև մեր դատական համակարգը ես կարծում եմ դեռ առաջ գնալու տեղ ունի ուրեմն։ Կան այսպիսի դատավորներ, ինչի ինձ շատ ուրախացնող է։ Երկրորդ հանգամանքը 2019 թվականից մինչ օրս, մինչև այս պահը ես անցել եմ 4 շատ քրեական գործերով, որոնք դատարան չեն հասել, բայց դատարան հասած 4 քրեական գործ ա եղել։ Սա 4-րդ քրեական գործն էր։ 4-ից 3-ով արդարացվել եմ, սա արդեն 3-րդն է։ Այն չարդարացված գործը ինձ իմ քաղաքական, բացահայտ քաղաքական հետապնդում է եղել, որը դակել է Արտուշ Գաբրելյանը, իդեպ ողջունում եմ Արտուշ Գաբրելյանին, հույս ունեմ պաշտպանները ընդդիմադիր են, գոնե կփոխանցեն իմ ողջույնը։ Չի նայում, բայց հիմա ես ջերմ ողջույններ եմ փոխանցում Արտուշ Գաբրելյանին, ես այս անգամ էլ 2 ամիս իմ կալանքը տվել է Արտուշ Գաբրելյանը։ Բացահայտ, ախր այս գործը, ոնց ասեմ, պետք չէր դատարան հասներ, որ երևար, որ այս գործը, ու պետք չէր մի տարի քննել, որ այս գործը պարզվեր, որ չկա տակը բան։ Այս գործը հենց սկզբից եղել է քաղաքական։ Իմ 4 գործերը եղել են խոսքի ազատությունը սահմանափակող։ Ցավոք սրտի նոր վերջին գործով եղավ միջազգային կառույցներից, 2 կառույցից իդեպ, թե Freedom House-ի կողմից եւ թե արդեն Amnesty International-ի կողմից եւ նաեւ ժուրնալիստների միջազգային ասոցիացիայի դա էր 3-րդ կողմից արձագանք, ցավում եմ, որ 3-ի նկատմամբ չի եղել, բայց ես վստահ եմ, որ սա վերջինը չի։ Ազգենը ասես կարող է, ես վստահ եմ, որ սա վերջինը չի։ Վստահ եմ, որովհետև նախորդ քրեական գործով ես արդարացվեցի, նորից այս իշխանությունների ծիծաղելի ու քինախնդիր այդ ճղճին բաներով, հարուցված գործով։ Մի շաբաթ հետո մեզ բռնեցին։ Ես չեմ բացառում, որ մի շաբաթից նորից մեզ կբռնեն, որտեղ այս իշխանությունը խոսքից ամսի 9-ն է, դա պարադի օրը։ Խոսքից վախեցող, բորենիներով շրջապատված, կամերայի առաջ մարդ ծեծող, ծեծը դրել են, խուլիգանությունը, բացահայտ խուլիգանության բոլոր տարերը կան, 195-րդ հոդված են դրել,
որը անգամ ազատազրկում չի ենթադրում իրենից։ Ֆիզիկական ներգործություն։ Մեզ խոսքի համար 2 ամիս նստացրել են, քիչ է։ Մինչև հիմա մենք տարբեր սահմանափակումների տակ ենք, քիչ է։ Մի հատ էլ էս գործը ես չէի, որ էս ատյանով ավարտել։ Սա գնալու են վերաքննիչ, հետո վճռաբեկ, ոչ մի բան բացառված չէ իշխանությունների պարագայում։ Այսինքն էս առաջին անդյանն է ընդամենը, որտեղ դատավորը կարեցրեց իրականացրեց արդարադատություն։ Այն ինչի համար այդ երթումը տալիս են դատավորները։ Բայց մենք չգիտենք հետո ինչ է լինելու։ Նայած որ ես սրանցից ոչ մի լավ բան, ոչ մի չեմ սպասում։ Այլև սա իմ 4-րդն էր։ Ես սպասում եմ 5-ին, 6-ին, միջև քանի իրանք կան Հայաստանում խոսքը լինելու է դատապարտված։ Քանի սրանք կան իրանց կողմից արված բորենիությունները որակվելու են մեղմ հոդվածներով, մարդկանց իրանց ընդդիմախոսների խոսքը ում խոսքը հասնում ավելի շատ լսարանի լինելու է այսենց բանտարկված, լինելու է այսենց ճնշված, լինելու է այսենց հետապնդված։ Բայց մենք պատրաստ ենք։ Նիկոլը այդ չելենջն է անում մեզ, պատրաստ ենք։ Ինքը մեկը գնալու է վատով, ամենավատով։ Ինքը չի պատկերացնում ոնց է գնալու։ Խոսքը ոչ բռնության մասին է, ոչ ինչ-որ բաների, հա, այդպես որ հիմա էս չփաթեթավոր են, ասենք հիմա Ավետյան Հայկը ճիշտ է, թուղթեր բերե բժշկի, բայց վստահ եմ էս նայում է, էլի հիմա։ Որ բան չանել, չասեմ բռնության կոչ, չէ, շատ վատ է գնալու, քաղաքական ամենավատ ձևերով է գնալու։ Ու այս պատմության մեջ մեկը մնալու է, որպես դավաճան, հայրենա, հանձ հող հանձնող ու այնտեղ մեզ աջակցելու եկած զոհված հերոս տղերքին սպանող հանուն ոչինչ։ Նենց որ ինքը գնալու է այտենց։ Ես դրանում վստահ եմ։ Շնորհակալություն բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր եկել են ստեղ, այս ընթացքում լուսաբանել են։ Բոլորիդ շատ շնորհակալ ենք, շատ շնորհակալություն մեզ աջակցող քաղաքացիներին, մեր համակիրներին, մարդկանց, ովքեր ուղղակի սրտացավ են ու այս ընթացքում այս կամ այն կերպ կանգնել են մեր կողքին։ Բոլորիդ շատ շնորհակալ ենք։ Եթե կան հարցեր, էլի կգանք, եթե չէ։ Շնորհակալություն։ Աշխատեք էլ առիթ չլինի։ Մենք չենք այդ առիթը մենք չենք տալիս, մենք առիթը տանք չտանք։ Մերսի շատ։ Իրանք կան։ Լավ եղեք, շնորհակալություն ժողովուրդ ջան։